Ադրբեջանի կողմից եղան հայտարարություններ, թե Արցախի եկեղեցիները, Արցախի մշակույթը դրանք աղբանական են եւ հետեւաբար պատկանում են ադրբեջանցիներին եւ այսօր շատ լավ առիթ է, որպեսզի խոսենք աղբանական Արցախի հայկական եկեղեցիների մասին։ Սասանյան իշխանությունների վճռով նրա 3 գավառ հանձնվեցին Վիրքին եւ Աղվանքին։ Ինքը աղբանական էր, հայկական չէր, բայց իր բոլոր ծեսերը կատարվում էր հայկական նվիրապետության ծեսերին համապատասխան։ Աղվանից եկեղեցին հայոց եկեղեցու հետ միության մեջ էր եւ 4-րդ դարից սկիզբ դրված ավանդույթի համաձայն, կարգի համաձայն Աղվանից եպիսկոպոսը իր ձեռնադրությունը եւ իշխանության հաստատումը ստանում էր հայոց կաթողիկոսից։ Սունյաց եկեղեցին ինչպես էր իր առաքելությունը իրագործում։ Կյուրոնը եւս ձգտում էր պատրիարքական աստիճանի։ Եվ եթե հաջողվեր նրան իր ազդեցության տակ վերցնել Աղվանից եկեղեցու առաջնորդին, ապա այլ կարգավիճական նախկինում կամ հայոց կաթողիկոսի առաջարկածներ Աղվանից եկեղեցու առաջնորդը չէր ունենալու։ Ողջույն, հայկական եւ աղբանական եկեղեցիների մասին այսօր զրուցելու ենք պատմաբան Վահե Թորոսյանի հետ։ Վահե Թորոսյան, պատմական գիտությունների թեկնածու, ծնվել է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում։ 2002-2007 թվականներին սովորել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետում։ 2011 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն հայ աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների փոխհարաբերությունները 12-րդ դարի վերջ 14-րդ դարի սկիզբ թեմայով։ 2015 թվականից աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջնադարյան սկզբնաղբյուրների ուսումնասիրման բաժնում որպես ավագ գիտաշխատող։ Նույն թվականից աշխատում է նաև Մայրաթոր Սուրբ Էշմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում որպես հայ եկեղեցու պատմության դասախոս։ Աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում։ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում գիտական գծով փոխտնօրեն է։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն է հայ աշխարհիկ եւ հոգևոր իշխանությունների փոխհարաբերությունները միջնադարում, հայ-լատին եկեղեցական հարաբերությունները, հայ արքաների թագադրման ծեսը միջնադարում, 1 տասնյակից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է։ Պարոն Թորոսյան, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Թորոսյան, վերջին շրջանում աղբանական եկեղեցիներ, առհասարակ Աղվանքի մասին խոսույթը մեր լայն հասարակության շրջանակների մոտ եւս քննարկման առարկա դարձավ, մինչ այդ ավելի մասնագիտական շրջանակներում էին դա քննարկում եւ այդ խոսույթը մեր հանրություն մտավ, երբ Ադրբեջանի կողմից եղան հայտարարություններ, թե Արցախի եկեղեցիները, Արցախի մշակույթը դրանք աղբանական են եւ հետեւաբար պատկանում են ադրբեջանցիներին եւ այսօր շատ լավ առիթ է, որպեսզի խոսենք աղբանական Արցախի հայկական եկեղեցիների մասին, նրանց նմանության, տարբերության մասին, բայց մինչ բուն հարցին անդրադառնալը ուզում եմ նախ այսպես մի փոքր պարզաբանենք, ինչ է նշանակում բուն աղվանք կամ ինչ է նշանակում աղվանք, որտեղ է աղվանքի եւ բուն աղվանքի սահմանագիծ, այսինքն ինչպես ենք տարանջատում բուն աղվանքը Արցախից եւ երբ Ուտիկ եւ Արցախ գավառը միացան աղվանքին։ Ինչպես օտար, այնպես էլ հայկական սկզբնաղբյուրները կլինի անտիկ շրջանի, թե ուրեմն միջնադարի վկայում են, որ մեծ հայքի եւ բուն աղվանքի սահմանը, այսինքն Կուրի ձախափնյակում ընկած տարածքի սահմանը անցել է հենց Կուր գետով։ Այդ մասին առաջինը վկայում են հենց օտար աղբյուրները, Ստրաբոն, ուրեմն Պլինիոս Ավագ եւ մյուս ուրեմն անտիկ շրջանի սկզբնաղբյուրները, նաեւ վաղ միջնադարի հայկական սկզբնաղբյուրները, այդ թվում կարևորագույններից մեկը նրանցից դա աշխարհացույցը, որն էլ հենց փաստում է ուրեմն Կուր գետի որպես աղվանքի, այդ բուն աղվանք ուրեմն եզրույթն էլ հենց օգտագործվում է աշխարհացույցում եւ մեծ հայքի սահմանը եղել է Կուր գետը։ Այդ դեպքում հարց է առաջանում, ինչ կապ ունեն Արցախի եւ Ուտիքի եկեղեցիները, ուրեմն Աղվանից եկեղեցու հետ։ Բանն այն է, որ 5-րդ դարի ընթացքում, կեսերին ավելի ճիշտ, երբ որ մեծ հայքի արշակունյաց թագավորությունը, ուրեմն եւ տարածաշրջանի մյուս երկրներ, այսինքն Վիրքը եւ Աղվանքը, ուրեմն հայտնվեցին Սասանյան Իրանի տիրապետության տակ, 5-րդ դարի կեսերին, անշուշտ այդ ժամանակը քննության առարկա է մասնագիտական գրականության մեջ, բայց կարևորն այն է, որ
Սասանյան տիրապետության ժամանակ տեղի ունեցավ վարչական ռեֆորմ, փոփոխություն եւ ստեղծվեց այսպես կոչված մարզպանական համակարգը։ Եվ Հայաստանը, Վիրքը եւ Աղվանքը մտան այդ մարզպանական համակարգի մեջ, ձևավորվեցին հայոց, վրաց եւ աղվանից մարզպանությունները։ Տարածքով ամենամեծը այդ երեքից մեծ հայքի կամ Հայաստանի մարզպանությունն էր եւ Սասանյան իշխանությունների վճռով նրա 3 գավառ հանձնվեցին Վիրքին եւ Աղվանքին, այսինքն Գուգարքը հանձնվեց Վիրքին, իսկ ուրեմն Ուտիքը եւ Արցախը հանձնվեցին, ուրեմն անցան Աղվանից մարզպանության մեջ մտան։ Եվ այդ ուրեմն փոփոխությունից հետո Արցախում եւ Ուտիքում գտնվող հայկական եկեղեցիները հայտնվեցին Աղվանից եպիսկոպոսի կամ Աղվանից եկեղեցու ազդեցության տակ։ Բայց շատ կարևոր է նշել, որ մինչ այդ անցումը Արցախում եւ Ուտիքում արդեն 1.5 դար կային հայկական եկեղեցիներ, այսինքն քրիստոնեություն, երբ որ Հայաստանում պետական կրոն ընդունվեց, եւ դրանից կարճ ժամանակ անց ստեղծվեց հայոց եկեղեցու նվիրապետական համակարգը, Արցախում եւ Ուտիքում եւս ստեղծվեցին եկեղեցիներ։ Եվ եկեղեցիներ այդ փոփոխությամբ մարզպանական համակարգի ստեղծմամբ փաստորեն անցան Աղվանից եպիսկոպոսի ազդեցության տակ։ Եվ դա է պատճառը, որ Աղվենի եկեղեցական ժողովում մասնակցում էին այդ տարածքների ներկայացնող հոգևորականները։ Բայց այստեղ մեկ ուրիշ հարց կա։ Ինչու այդ ուրեմն ռեֆորմի դեմ հայոց կաթողիկոսը չընդվզեց։ Այսինքն սկզբնաղբյուրները կարծես այդ մասին չեն վկայում։ Հաշվի առնելով, որ նրա ազդեցության տակ գտնվող եկեղեցիները, վանքերը փաստորեն անցնում էին Աղվանից եկեղեցու նրա եպիսկոպոսի ազդեցության տակ։ Բանն այն է, որ ինքը հենց Աղվանից եկեղեցին հայոց եկեղեցու այդ միության մեջ էր եւ 4-րդ դարից սկիզբ դրված ավանդույթի համաձայն, կարգի համաձայն Աղվանից եպիսկոպոսը իր ձեռնադրությունը եւ իշխանության հաստատումը ստանում էր հայոց կաթողիկոսից։ Այսինքն կառավարվում էր հայոց կաթողիկոսարանից։ Մեկ նվիրապետական համակարգի, այսինքն միության մեջ էին իրենք, եւ հետո արդեն շատ կարեւոր հանգրվան էր այս ուրեմն եկեղեցական հարաբերությունների մեջ 6-րդ դարի վերջին եւ ուրեմն 7-րդ դարի ուրեմն սկզբին տեղի ունեցած հաջորդ փոփոխությունը եւս նվիրապետական համակարգում հայոց եկեղեցու, երբ որ ուրեմն բյուզանդական կայսրությունը այսպես պահանջ ներկայացրեց մեզ կամ լրացնել նվիրապետական աստիճանակարգի 9 դասերը, մենք ունենք 7 աստիճան ունեցող նվիրապետական համակարգ եւ բարձր աստիճանին գտնվում էր կաթողիկոսը, մինչդեռ ընդհանրական եկեղեցում այդ աստիճաններն 9 էին, այնտեղ կային մետրոպոլիտը եւ ուրեմն պատրիարքը։ Գիտենք, որ կան պատրիարքական աթոռներ, պատրիարքը ավելի բարձր է։ Եվ այդ նվիրապետական աստիճանակարգի մասին պահպանված վկայությունները, երբ որ մենք ուսումնասիրում ենք, այնտեղ արքեպիսկոպոսության աստիճան, այսպես ասած, հավասարեցված էր ուրեմն կաթողիկոսին։ Հիմա մեզ անհրաժեշտ էր նվիրապետական համակարգում ունենալ մեկ մետրոպոլիտություն, կաթողիկոսություն կամ արքեպիսկոպոսություն, եւ որից հետո արդեն հայոց կաթողիկոսը դառնում էր պատրիարք։ Եվ այդ ժամանակ ըստ Աղվանից աշխարհի պատմություն երկի, որը հենց փաստորեն այս իրադարձությունների մասին վկայող ամենագլխավոր աղբյուրն է, աղբյուրներից մեկը, եւ նաեւ այդ աղբյուրից ուրեմն օգտված մյուս հեղինակները միջնադարի փաստում են հետեւյալը, որ հայոց կաթողիկոսությունը լրացրեց այդ աստիճանակարգը, վրաց եկեղեցու առաջնորդին տրվեց մետրոպոլիտական աստիճան, Աղվանից եկեղեցու առաջնորդին տրվեց արքեպիսկոպոսի կամ կաթողիկոսի աստիճան, արքեպիսկոպոսություն, եւ փաստորեն հայոց կաթողիկոսը դարձավ պատրիարք։ Նույն այդ աղբյուրի վկայությամբ վրաց եկեղեցին այդ ժամանակ 7-րդ դարասկզբին բաժանվեց այդ միությունից, չէ՞ որ կար հայ-վրացական եկեղեցական միություն։
բաժանվեց, այնտեղ քաղաքագիտությունն ընդունվեց որպես ուրեմն պետական կրոն, այսպես ասած, եւ վրաց եկեղեցին եւ հայոց եկեղեցին փաստորեն 7-րդ դարաշրջին բաժանվեցին։ Եվ Աղվանից աշխարհի պատմության վկայությամբ վրաց կաթողիկոս Կյուրոնը բյուզանդացիների դրդմամբ, այնտեղ բյուզանդացի զորավարներ է ասում պատմիչը, դրդմամբ փորձեց գերագահություն ստանալ Աղվանից եպիսկոպոսի նկատմամբ։ Եվ հենց այդ ժամանակ է, որ ըստ նորից այդ աղբյուրի Աղվանից աշխարհի պատմության ընդվզեցին դրա դեմ Աղվանից եկեղեցու ներկայացուցիչները եւ ասեցին, որ իրենք եւս առաքելը հաստատեն, ուրեմն ներկայացրեցին Եղիշե առաքյալին որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, որը եկել էր Աղվանք եւ ավելի վաղ էր եկեղեցի հիմնել, քան հայոց Հայաստանում։ Այսինքն սա փորձ էր ավանդույթի ուրեմն ներկայացմամբ, այսպես ասած, պայքարել, այսպես ասած, ինքնուրույնության համար։ Այդ ինքնուրույնության համար պայքարը պիտի ապացուցվեր փաստորեն առաքելը հաստատության հիմքերով։ Եվ այդ ժամանակ է, որ հենց ուրեմն Եղիշեի մասին այդ ավանդույթը որ կա, ներկայացվեց դրա տարբերակներից մեկը, ըստ որի նա Հիսուս Քրիստոսի աշակերտն էր եւ եկել էր Երուսաղեմից, անմիջապես եկել էր Արևելք, եկել էր Աղվանք եւ ավելի վաղ էր եկեղեցի հիմնել, քան փաստորեն ուրեմն Արևելքում։ Այդ դեպքում պիտի նկատի ունենք ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Վիրքը, Վրաստանը։ Եվ սա փորձ էր փաստորեն ինքնուրույնությունը հիմնավորելու, բայց այդ ամենը տեղի չունեցավ, որովհետև հաստական հիմքերը վստահաբար ամուր չէին եւ Եղիշեի մասին կամ Եղիշայի մասին ըստ էության միակ աղբյուրը, որ հենց առաջին անգամ վկայում է, հենց Աղվանից աշխարհի պատմություն երգն է, բայց նաեւ մի բան պիտի ուրեմն այսպես ուշադրության առնել, ի վերջո ինչու շարունակեց Աղվանից ուրեմն եպիսկոպոսը կամ արդեն կաթողիկոսը, arczepiskopos-ի աստիճան ունեցող մնալ հայոց եկեղեցու հետ ուրեմն միության մեջ եւ մեր նվիրապետական համակարգում։ Ակնհայտ է, որ Կյուրոնը եւս ձգտում էր պատրիարքական աստիճանի եւ եթե հաջողվեր նրան իր ազդեցության տակ վերցնել Աղվանից եկեղեցու առաջնորդին, ապա այլ կարգավիճական նախկինում կամ հայոց կաթողիկոսի առաջարկածներ Աղվանից եկեղեցու առաջնորդը չէր ունենալու։ Այսինքն ինքը նորից պիտի զբաղեցներ arczepiskoposական կամ կաթողիկոսական աստիճան, որպեսզի վրաց եկեղեցու առաջնորդը փաստորեն դառնար պատրիարք։ Դրան գումարած Աղվանից եկեղեցին պիտի ընդուներ քաղաքեդոնականություն, որովհետև վրաց եկեղեցին արդեն քաղաքեդոնական է։ Եվ դա շատ այսպես մեծ հուզումներ կարող էր առաջ բերել հենց ուրեմն Աղվանից եկեղեցում եւ փաստորեն ուրեմն ստացվեց այնպես, որ Աղվանից եկեղեցին շարունակեց մնալ հայոց եկեղեցու այդ միության մեջ, նրա նվիրապետական համակարգի մաս որպես, իսկ այն մետրոպոլիտական աստիճանը, որը փաստորեն վերապահված էր ուրեմն վրաց եկեղեցու առաջնորդին եւ որը փաստորեն դուրս եկավ այդ միությունից, տրվեց ուրեմն Սյունյաց թեմի առաջնորդին եւ նա դարձավ մետրոպոլիտություն, Աղվանից եկեղեցու առաջնորդ եպիսկոպոսը դարձավ կաթողիկոս կամ arczepiskopos եւ հայոց կաթողիկոսը փաստորեն դարձավ պատրիարք եւ ամբողջացավ հայոց եկեղեցու նվիրապետական համակարգը։ Այսինքն, եթե այսպես ավելի մատչելի, հա, որպեսզի մեր լսողները ավելի այսպես բարձ հասկանան, Աղվանից եկեղեցին ինքը պատկանում էր հայ եկեղեցուն եւ ըստ էության նույն, այսինքն ծեսերն էր կատարում ամբողջովին նույններ, ինչ հայկական եկեղեցին։ Իհարկե, հայոց եկեղեցու նվիրապետական համակարգի մաս էր։ Մինչև այս իրադարձությունները Աղվանից եկեղեցու առաջնորդանիստ կենտրոնը, նաև քաղաքական իշխանության կենտրոնը Ձախափնյակից, այսինքն բուն Աղվանկից տեղափոխվել էին ուտիկ, Պարտավ քաղաք, հայկական միջավայր եւ հայոց մշակույթի ազդեցությունը եւ նաև տեղի եկեղեցական ազդեցությունը, եկեղեցական ավանդույթի ազդեցությունը այնտեղ շատ մեծ էր։ Եվ ծեսնել փաստորեն հայերեն էր իրականացվում,
հայացես էին եւ այդ մասին բազմաթիվ վկայություններ կան եւ Կիրակոս Գանձակեցիներ շատ པարզ այդ մասին գրում է փաստորեն կենտրոնները կառավարող հոգեվոր եւ աշխարհիկ իշխանության ցախափնյակից դեռ մինչեւ այս բաժանումը տեղափոխվեցին Սա 7-րդ դարի մասին է խոսում։ Չէ, ավելի վաղ, 6-րդ դարում է դա տեղի ունեցել։ Այսինքն իրենք ավելի վաղ էին, ուրեմն տեղափոխվել ուտիկ, որը հայկական միջավայր է, որտեղ մինչև այդ մարզպանական համակարգի ստեղծումը նորից կրկնենք, արդեն հայոց եկեղեցին իր նվիրապետական համակարգի ուրեմն միավորները ստեղծել էր։ Այսինքն ուտիկ եւ Արցախը, սա շատ པարզ է, թե ասելու լինենք մեր հերոստատիտողի համար, ուտիկ Արցախը մինչև կմիանային Աղվանից մարզպանությանը ըստ էության եղել են այնտեղ ձևավորվել են եւ ստեղծվել են եկեղեցիներ եւ նվիրապետական ուրեմն միավորներ եկեղեցական արդեն քրիստոնեության պետականորեն ընդունումից հետո բայց նաեւ պիտի նկատի ունենալ որ մարզպանական համակարգը հավերժ գոյություն չունեցավ եւ արդեն արաբական տիրապետության ժամանակ Աղվանից հայոց եւ վրաց մարզպանություն դադարեցին գոյություն ունենալ, բայց այդ ինչու օրինակ հարց չդրվեց այդ ուրեմն տարածքի եկեղեցիները կամ թեմերը վերադարձնել հայոց եկեղեցու ազդեցության տակ, որտեղ իմաստ չուներ, որտեղ առանց այն հայոց եկեղեցու նվիրապետական համակարգի մաս էին։ Սա շատ կարևոր է, որովհետև ծեսը հայերեն էր, ուրեմն հայկական միջավայր Արցախ եւ ուտիկներ, փաստորեն, որը այդ եկեղեցական, ուրեմն Աղվանից եկեղեցու կամ Աղվանից կաթողիկոսության արդեն ազդեցության գոտում մեծ ուրեմն տարածք էին զբաղեցնում, նրանք փաստորեն, ուրեմն միանալով արդեն մարզպանական համակարգի ժամանակ Աղվանից եկեղեցու ազդեցության տակ հայտնվելով չդադարեցին դուրս լինել հայոց եկեղեցու նվիրապետական համակարգից ըստ էության։ Սա շատ կարևոր է։ Եվ նաև պիտի նկատի ունենալ հետևյալը, արդեն 19-րդ դարում այդ նույն Աղվանից կամ այդ արդեն նաև Գանձասարի կաթողիկոսությունը դարձավ մետրոպոլիտություն։ Չէ, իջավ 1815 թվականին դարձավ մետրոպոլիտություն, 1836 թվականի կանոնադրությամբ Պոլոժենիով դարձավ Ղարաբաղի թեմ եւ հետագայում դա վերածվեց Արցախի թեմի։ Այսինքն որպես եպիսկոպոսություն, եպիսկոպոսական աթոռ ստեղծվեց, հետո կաթողիկոսություն, վերջում արդեն 19-րդ դարում դարձավ ուրեմն մետրոպոլիտություն եւ ապա նորից եկեղեցական թեմ։ Եվ այս ընթացքում նվիրապետական համակարգում գոյությունը իր պահպանեց հայոց եկեղեցու փաստորեն նվիրապետական համակարգում։ Պարոն Թորոսյան, ինձ հետաքրքիր է, երբ որ արդեն արաբական արշավանքներ տեղի ունեցավ ու գրավեցին այս տարածքները, այդ ժամանակը ինչպես էին կոչում նորից աղվանք, հա, այդ ամբողջ տարածքին, թե այս առանձնացված էր արդեն հայկական մարզ էին կոչում։ Այսինքն մենք գիտենք, որ Արմենիային իրենք ընդհանուր կոչում, բայց առանձնակ իրենց համար առանձնացնում էին այդ կտորը բուն աղվանքի ու ուտիկի Արցախի հայտատվածը։ Խնդիրն այն է, որ մարզպանական շրջանի ազդեցությամբ Աղվանք երկրանունը տրվեց նաև ուտիկի եւ Արցախի։ Եվ սա է խնդիրը, այսինքն որ ասում է, որ այ կոչում են Աղվանք, ուրեմն Աղվանքի մասն է խոսքը, մենք պետք է տարբերակենք այդ մինչ մարզպանական շրջանը եւ մարզպանական շրջանից հետո կա բուն Աղվանք, որը կուրի ձախափնյակն է, եւ աչափնյակը, որը նաև կոչվում է հայոց արևելից կողմանք, հայոց արևելից կողմեր, բայց լինելով այդ ուրեմն մարզպանական համակարգի մի մասը, այդ Աղվանք ուրեմն երկրանունը տրվել է նաև ուրեմն Արցախին եւ ուտիկին, բայց դա չի նշանակում, որ այնտեղ մշակույթը, եկեղեցին աղվանական է։ Ես նորից կրկնեմ, մինչև Աղվանից եկեղեցու ազդեցության տակ անցնելը նրանք եղել են պաստորեն հայոց կաթողիկոսի ուղիղ ենթակայության տակ գտնվող ուրեմն միավորներ, եկեղեցիներ, վանքեր, բայց անգամ անցնելով Աղվանից եպիսկոպոսի ազդեցության տակ նրանք չեն դադարել լինել հայոց եկեղեցու ընդհանուր նվիրապետական համակարգի մասը, սա շատ կարևոր է։ Այսինքն դրա համար էլ այդ հարցը այդ ժամանակաշրջանում չի բարձրաձայնվել։ Իհարկե ոչ, որովհետև եթե այդ հարցը բարձրանար, կնշանակեր, որ Աղվանից եկեղեցու առաջնորդը
լիակատար անկախություն ուներ եւ որևէ կերպ ուրեմն կապված չէր հայոց եկեղեցու նվիրապետական համակարգի հետ եւ վստահաբար այդտեղ հայոց եկեղեցին կնդվզեր, հայոց կաթողիկոսը կնդվզեր։ Առնվազն կարող է լինել հետեւյալը, իհարկե գուցե դժվարությամբ, բայց տարածքները միանային ուրեմն աղվանից մարզպանությանը, բայց եկեղեցիները, վանքերը ոչ։ Թեև միջնադարում, երբ որ տարածքը վարչական իմաստով, այսինքն տարածքային առումով միանում էր մի որևէ վարչամիավորի, ուրեմն այդտեղ գտնվող թեմերը, եկեղեցիները եւս կարծես անցնում էին այն միավորի ազդեցության տակ, որին միացել էր նաև տարածքը վարչական իմաստով, բայց իրականության մեջ եկեղեցին կարող էր գոյություն ունենալ, միջնադարում բազմաթիվ այդպիսի օրինակներ գիտենք, եկեղեցին կարող էր գոյություն ունենալ, փաստորեն պատկաներ այլ նվիրապետական համակարգի կամ այլ եկեղեցու, չնայած տարածքով գտնվում էր որևէ վարչական կամ պետական միավորից դուրս, որտեղ փաստորեն այդ հիմնական մայր եկեղեցին գտնվում էր։ Տեսեք, երբ որ Վասպուրականի թագավորությունը հանձնեցին բյուզանդական կայսրությանը եւ տեղափոխվեց Սենեքերի մարզրունին Սեբաստիա, փոխանակեցին քաղաքները, գյուղերը, բերդերը, ամրոցները, բայց եկեղեցիների մասին խոսք չկա։ Իհարկե, եկեղեցին չէր միանալու այնտեղ բյուզանդական ուրեմն եկեղեցուն, որտեղ լրիվ դավանական բոլորովին այլ տարբերություններ ունեին, բայց այդուհանդերձ եկեղեցիները ուրեմն մնացին հայոց կաթողիկոսի ուրեմն ազդեցության տակ, որտեղ պատկանում էին հայոց կաթողիկոսությանը, եւ մենք գիտենք, որ երբ որ արդեն Կիլիկիայական թագավորությունը ստեղծվեց եւ բուն Հայաստանից եւ Կիլիկիայից դուրս գոյություն ունեին հայկական եկեղեցիներ, նրանք անկախ տարածքից որտեղ որ գտնվում էին, ենթարկվում էին հայոց կաթողիկոսությանը։ Պարոն Թորոսյան, իսկ ինձ հետաքրքիր է, այսինքն ըստ էության ստացվում է, որ աղվանական եկեղեցի որպես այդպիսի չկա, ինքը հայկական եկեղեցիներն են։ Ուղղակի գուցե այդպես ծեսեր կատարողները, արդեն քահանայապետերը, կաթողիկոսները իրենք աղվաններ էին կամ չէ, չգիտեմ դա, բայց ինքը ըստ էության հայկական եկեղեցի էր։ Մենք պետք է ըստ տրամաբանության այդպես է գալիս։ Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգի մաս էր, բայց նորից այդ պետք է տարբերակենք տարանջատումը, այսինքն ես ուզում եմ հասկանամ, այստեղ որտեղ է այդ տարանջատումը, որ իրեն հասկանանք, ինքը հավանական էր, հայկական չէր, բայց իր բոլոր ծեսերը կատարվում էր հայկական այդ նվիրապետության, այդ ծեսերին համապատասխան, հայերեն լեզվով էր, այսինքն հայերեն էր, այստեղ որտեղ կարող ենք տարանջատում գտնել, ինքը հայկական էր, թե հավանական։ Տեսեք, կարևոր բան պիտի տարանջատենք միջմարզպանական շրջանը եւ դրանից հետո։ Մինչ մարզպանական շրջանը կառավարման կենտրոնները եկեղեցական իշխանության, չէ, կառավարման նստավայր, այսինքն Աղվանից եպիսկոպոս դա Գուրի Ձախապնյակում էր, բուն աղվանքում էր, այնտեղ որտեղ ապրում էին տեղի ժողովուրդները, որոնք 26 ցեղեր, որոնք նաև հաճախ լեզվական խնդիրների պատճառով իրար հետ ուրեմն դժվար էին հարաբերվում։ Հետո դրանց միացավ մարզպանական շրջանում, դրանց միացան Ուտիքը եւ Արցախը։ Եվ կենտրոնը տեղափոխվեց արդեն հայկական միջավայր, այսինքն մի տեսակ դարձավ միացյալ ուրեմն եկեղեցի, այսպես ասած։ Բայց այստեղ մենք պետք է տարանջատենք հետեւյալը։ Մենք գործ ունենք այդ միավորումից եւ հայոց եկեղեցու նվիրապետական համակարգում անցնելուց հետո նաեւ արդեն աղվանից կաթողիկոսության հետ։ Կաթողիկոսության մեջ կար բուն աղվանքի ուրեմն տարածքը շարունակում էր մնալ, այ երբ որ կաթողիկոսական կենտրոնը, եպիսկոպոսական կենտրոնը տեղափոխվեց ուրեմն Պարտավ, նրա ազդեցությունը Գուրի Ձախապնյակում, որտեղ որ ստեղծվել էր, չվերացավ, շարունակեց մնալ։ Այսինքն Գուրի Ձախապնյակում շարունակեց մնալ աղվանական հատվածը, Գուրի Աչափնյակում արդեն Ուտիքը եւ Արցախ հայկական, բայց քանի որ կենտրոնը տեղափոխվել էր հայկական միջավայր եւ խոսքը ավելի շատ վաղ միջնադարի մասին է, տեղափոխվել էր հայկական միջավայր եւ արդեն հայացես էր հայալեզու, փաստորեն Գուրի Աչափնյակի հատվածում մենք ունեինք լիարժեք, այսինքն մինչեւ այդ էլ որ միացել էր ուրեմն մարզպանական, միջմարզպանական փոփոխությունները հայկական եկեղեցիներ։ Այսինքն Գուրի Աչափնյակում մենք ունենք Ուտիքը եւ Արցախը հայկական
հայածես եւ այդ հայածես հայալեզու ուրեմն ծեսը փաստորեն տարածվեց նաեւ Կուրի ձախապնյակի վրա կան գիտության մեջ կարծիքներ որ առժամանակ այսպես մնաց որոշ ժամանակ կիրառվեց աղվաներենը ուրեմն բանում Կուրի ձախապնյակում բայց հետո արդեն հիմնականում իրականացում էր ծեսը հայերեն սա է խնդիրը այսինքն մենք այստեղ պետք է երկու հատվածները որոնք մեկ ընդհանուր կաթողիկոսության ազդեցության ոլորտում էին տարանջատենք բայց նրանք գտնվում էին մեկ կաթողիկոսության ուրեմն տարածքում իշխանության ներքո Կուրի ձախապնյակը եւ Կուրի աչափնյակը շատ կարեւոր է նաեւ այստեղ ընդգծել որ երբ որ աթոռը տեղափոխվեց Սպարտավ նրա ազդեցությունը ձախապնյակի վրա չվերացավ այնտեղ նոր աթոռ չստեղծվեց այսինքն նա եւս էլի պատկանում է իհարկե այսինքն հայալեզու ծեսը տարածվեց նաեւ այնտեղ ծեսը սկսեց իրականացվել փաստորեն հայոց եկեղեցու ծիսական կանոններին ավանդույթներին համապատասխան եւ նույն ծիսական ավանդույթն ունեին բայց արդեն հիմնական կենտրոնները տեղափոխվել էին Կուրի աչափնյակ նախ Պարտավ հետո արդեն մենք գիտենք որ հաստատվեց Գանձասարում այնտեղ ուրեմն Գանձասարում եւ այդ պատճառով էլ հաճախ կոչվում է հենց Գանձասարի կաթողիկոսություն արդեն հենց Արցախի տարածք տեղափոխվեց եւ արդեն մինչև 1815 թվական գոյություն շարունակեց որպես կաթողիկոսություն։ Եվ դա է նաև պատճառը, որ Գանձասարի եկեղեցին ադրբեջանական կողմից ասում են, որ աղվանական է, նաև երևի հենց այս պատմությունը մի փոքր այլ դիտանկյունից խեղաթյուրելով, ադրբեջանական կողմը նայում է եւ այդպես անվանում է իբր աղվանական եկեղեցի։ Պարոն Թորոսյան, այդ դեպքում Սունյաց եկեղեցին ինչպես էր իր առաքելությունը իրագործում ու իրանական կողմից այդ փոխազդեցությունը ինչպես էր տեղի ունենում։ Սյունյաց եկեղեցի եզրույթը մի կարճ ժամանակ է օգտագործվել եւ բովանդակային առումով շատ նման է այն փոփոխությունների, որոնք տեղի ունեցան այդ մարզպանությունների ձևավորման ժամանակ։ Հիմա հիշում եք ես ասացի, որ երբ որ վարչական իմաստով, վարչական առումով ուրեմն միավորվում է տարածքը եկեղեցին եւս կարծես ընկնում էր այն կենտրոնի ազդեցության տակ, որին միացել են։ Եթե այնտեղ կար այդ որ այդպեսին, հիմա եթե օրինակ Աղվանից եպիսկոպոսություն գոյություն չունենար, Աղվանից եկեղեցի գոյություն չունենար, Արցախ եւ Ուտիկը որևէ միավորի փաստորեն չէին ուրեմն միանալու կամ ազդեցության տակ չէին լինելու կամ տարածքը կլիներ ուրեմն այլ քաղաքական միավորի մեջ իսկ եկեղեցիները եւ վանքերը կլինեն հայոց կաթողիկոսի ազդեցության տակ կամ այնտեղ ինքնուրույն միավորներ նվիրապետական կձևավորվեին։ Հիմա 6-րդ դարի երկրորդ կեսին ստացվեց այնպես որ նույնպես Սասանյանների վճռով Սյունիքը դուրս բերվեց հայոց մարզպանությունից եւ միավորվեց ուրեմն Ատրպատականի ուրեմն վարչական միավորին բայց քանի որ այնտեղ փաստորեն չկար եկեղեցի, որևէ կենտրոն, աղբյուրները, այո, աղբյուրները, հատկապես Սեբեոսը, հաճախ օգտագործում է այդ Սյունյաց եկեղեցի արտահայտությունը, բայց դա չի նշանակում, որ նա առանձին եկեղեցի է, ուղղակի թեմ էր, որը այդ վարչական փոփոխության բերումով փաստորեն առժամանակ, այսպես ինքնուրույնություն էր ձեռք բերել։ Բայց հենց այդ դրանից կարճ ժամանակ անց տրվեց մետրոպոլիտական աստիճանը, դա արդեն 7-րդ դարի ուրեմն սկզբներն էր, փաստորեն, եւ Սյունյաց թեմը մետրոպոլիտական աստիճանով դարեր շարունակ պահպանեց իր կարգավիճակը, ազդեցությունը բնականաբար Սյունիքի տարածքում էր, բայց օրինակ 13-րդ դարում հատկապես 13-րդ դարի երկրորդ կեսին 1285 թվականին Ստեփանոս Օրբելյանը գնաց Հռոմկլա ամենայն հայոց կաթողիկոսից ստացավ մետրոպոլիտական աստիճան եւ փաստորեն կոչվում են պրոտոֆրոնտես հայոց մեծած հայոց կաթողիկոսի դա փաստորեն կաթողիկոսի այսօր ուրեմն այսպես տերմինով ասենք փոխանորդներ բուն Հայաստանում լինելով նաև Սյունյաց միավորյալ ուրեմն թեմի մետրոպոլիտը բայց արդեն 6-րդ դարի երկրորդ կեսից 7-րդ դարասկիզբը առժամանակ ուղղակի այդ նորից վարչական փոփոխության բերումով
ուրեմն աղբյուրներում հաճախ հայտնվում է ուրեմն սյունյաց եկեղեցի արտահայտություն, բայց այստեղ պիտի նկատի ունենալ հենց թեմը, ոչ թե առանձին, չգիտեմ, այլ ավանդույթով հիմնված եկեղեցի, ոչ։ Եվ միջնադարում օգտագործված տերմինները շատ այսպես իրեն ժամանակի ընկալմամբ պիտի հասկանալ։ Ոչ թե այսօրվա իմաստով հասկանալ, երբ որ ասում ենք օրինակ Սյունյաց եկեղեցի, պիտի մտածենք, որ ինքը առանձին ստեղծված մի եկեղեցի է, ոչ։ Հայոց եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկն է եղել, որը ժամանակի ընթացքում ստացել է այլ կարգավիճակ, այսինքն մյուս թեմերի համեմատ ստացել է ավելի բարձր աստիճան, որը մետրոպոլիտական աստիճանն է եղել։ Անչափ շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։ Հիշեցնեմ, մենք զրուցում էինք պատմաբան Վահե Թորոսյանի հետ։